կազմված պարտատոմսերի որ տոկոսն է, որ ձեռք են բերում այդ ֆոնդերը։ Փողը ֆոնդինը չի, այդ փողը քաղաքացունն է։ Մեր առաջի 6 ամսվա արտաքին առևտրի հաշվետվությունը ուրեմն 58%-ով արտահանումը նվազել է։ Կապիտալի ներհոսքի ֆենոմեն ունենք, որը որ չի, ձեր արտաքին առևտրի թվերի մեջ իրանք չկան։ Եթե թոշակը բարձրանալու արդեն մի տարի շուտ գները սաղ աճում է։ Ամեն ինչն է թանկացել է։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում 12 ամսյա գնաճը փոքր-ինչ արագացել է։ Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին աճ է գրանցվել, սակայն նախորդ տարվա 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 5.7% անկում է եղել։ Կա մտահոգվելու առիթ։ Եթե նայում ենք ակտիվության ցուցանիշը, ապա 5 ցուցանիշներից, ենթադասերից հիմնականում արդյունաբերությունը չէ, որ աճ է ապահովում Հայաստանում, դրանք են շինարարությունը, բանկային ոլորտը, ֆինանսական ոլորտը եւ ծառայությունները։ Այս առումով արդյունաբերությունը խնդիրներ ունի, ինչպես նաեւ գյուղատնտեսությունը խնդիրներ ունի։ Արդյունաբերությունը զգալի անկում է ապրել, որովհետեւ արդյունաբերությունը 2024 թվականին հիմնականում պայմանավորված է եղել ոսկու վերարտանման արդյունաբերության վրա, որը զգալի անկում ապրեց տարվա սկզբին եւ իջիկս եղավ եւ այս պահին տեսնում ենք, որ արդյունաբերությունը հիմնականում դրանով էր պայմանավորված 2024 թվականին։ Այս տարին ունենք վերականգնողական աճ, որը չի համեմատվի 24 թվականի ցուցանիշների հետ, քանի որ 24 թվականի ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին ոսկու վերարտանումով։ Այս տեսանկյունից մտահոգվելու պատճառը, եթե ընդհանուր ենք նայում տնտեսական ակտիվության ցուցանիշները, նրանում է, որ մեր տնտեսությունը հիմնված է բանկային ոլորտի, ֆինանսական համակարգի, ինչպես նաև շինարարության անշարժույթի վրա։ Ինչպես կգնահատեք 2026 թվականի պետական բյուջեն։ Այստեղ ծրագրված կապիտալ ծախսերը կնպաստեն արդյունաբերության զարգացմանը, արտահանման աճին, երկիրը բիզնեսի համար գրավիչ դարձնելուն։ Բյուջեն կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ գրվել է փափուկ վայրեջքի տրամաբանությամբ։ Ինչի նկատի ունեմ ես, որովհետև այն ինչ որ այս պահին տեղի է ունեցել վերջին 2 տարվա ընթացքում, նման է 2002-ից 2007 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսական աճին, երբ մենք միջինը գրանցում ենք 12% տնտեսական աճ եւ հիմնականում պայմանավորված դրսից եկած գումարներով 22, 23, 24 թվականները դրանով էին հիմնականում պայմանավորված, սակայն ի տարբերություն 2008 թվականի, երբ որ փափուկ վայրեջ չկա, այսինքն ինքնաթիռը Հայաստանի Հանրապետության անունով դրսից եկած քամիներով թռավ դեպի օդ եւ փլուզվեց 2008 թվականին, 2025 թվականին, 26 թվականի կառավարություն հուսով է, որ փափուկ վայրեջ կլինելու, դրա համար այս բյուջեն այսպես է կազմված։ Կենտրոնական բանկի նախագահը օրերս հայտարարել է, թե ունենք բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ։ Ինչու են տրամագծորեն տարբերվում գնաճի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններն ու քաղաքացիների պատկերացումները։ Գնաճը գնաճային զամբյուղ է իրականում, որի մեջ մտնում են 400-ից ավել ապրանք եւ նա ագրեգացված այդ տվյալների հատկությունն է։ Եվ դա չի ներկայացնում ընդհանուր պատկերը, որովհետեւ տարբեր ընտանիքներ տարբեր ձև են ծախսում իրենց վաստակած եկամուտներ եւ տարբեր զամբյուղներ ունեն։ Օրինակի համար այս միջինացված զամբյուղի մեջ, եթե նայենք, ամենամեծ աճ արձանագրել են տրանսպորտի գները, ինչպես նաև սննդամթերքի գներից։ Եթե նայենք ըստ խավերի, ցածր խավը իրենց եկամուտներից 60%-ը ծախսվում է սննդամթերքի վրա, որը ել ավելի մեծ գնաճ ունի։ Այսինքն, եթե մեր մոտ բազիսային գնաճը 3% է, ենթադրենք, որը բոլոր այս 400 ապրանքների համախումբն է, ապա սննդամթերքի գնաճը 2-3 անգամ ավել է, այսինքն ցածր խավը ասենք 9-10% է գնաճը զգում ավելի շատ, քանի որ հիմնականում ծախսում է բանջարեղենի մրգի վրա, միջին խավն էլ է բարձր գնաճը զգում։ Շարունակվող գնաճի պայմաններում որքան արդյունավետ է կառավարության սոցիալական քաղաքականությունը։ 2026 թվականին հետվճարի սահմանաչափը 20% սահմանելով հնարավոր է մեղմել սոցիալապես խոցելի խաբի վիճակը։ Եթե օրինակ պարզության համար բերեմ համեմատություն 2018 թվականին Հայաստանում կար ենթադրենք 5 ընտանիք, որոնք ստանում էին 1, 2, 3, 4 եւ 5 դրամ եւ միջին աշխատավարձը գալիս էր 3 դրամ, այս պահին նույն 5 ընտանիքը ստանում են 1, 2, 3, 4 եւ 10 դրամ, ըստ այդմ միջինը գալիս է 4 դրամ։ Այսինքն հիմնականում աճը ապահովել են դրսից եկած գումարներով բանկային համակարգի հետ սերտաճած եւ ՏՏ ոլորտի հետ կապված
այն ընտանիքները եւ դրանց աշխատավարձերը մի քանի անգամ աճել են։ Մնացած խավը նույն ձև է ապրում, այսինքն մեծ փոփոխություն չկա իրենց կենսամակարդակի մեջ եւ հիմնականում սա է ապահովում միջին ցուցանիշների աճ։ Որոշակի քայլեր արվում են սոցիալական քաղաքականությունը բարելավելու համար, բայց իրանք կամ տեղ չեն հասնում կամ ոչ արդյունավետ են կամ էլ նշանակետին, ասենքան միտված չեն, որովհետև օրինակի համար այս վերջերս խնդիր դրվեց, որ աղքատությունը չի կրճատվում եւ հիմնական պատճառ որպես քննարկվեց, որ կրթություն չունենք Հայաստանի Հանրապետություն, կրթության մակարդակը ցածր է դրա համար, դա այսպես ասած բեռ դնում է հենց աշխատավորների վրա, բնակչության վրա, որ տեսեք դուք չեք կրթվել, դրա համար լավ չեք աշխատում, դրա համար աղքատ եք, որը սխալ տրամաբանություն է, հիմնականում ասենք պետության հիմնական նպատակը եկամուտների վերաբաշխումն է եւ այստեղ հստակ պիտի հասկանալ այս մեծ քանակության փողերը, որ Հայաստանի Հանրապետությունը մտել են, ոչ արդյունավետ պիտի վերաբաշխվեն, որպիսի նաեւ օգտակար լինեն ցածր խավին։ Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական խնդիրը այն է, որ աշխատունակ բնակչության 6-ից 1-ը բանկային համակարգում սև ցուցակում է։ Ոչ թե մարդիկ չեն աշխատում, այսպես ասած, այլ չեն կարող գրանցվել աշխատանքի, ստվերը չի կրճատվում, որովհետև եթե գրանցվեն մաքուրով աշխատեն, այսպես ասած, հարկատիրը գալու է իրենց աշխատավարձի մեծ մասը տանի։ Սա խնդիր է եւ հիմնականում սոցիալական խնդիրը այս է եւ այն, որ 20%-ը հետ է վերադառնալու, խնդիրը չի լուծի, որտեվ այս մարդիկ չեն կարողանա, այսինքն 6-ից 1-ը չի կարող օգտվի այդ լուծումից, որտեվ քարտերով չի կարող առևտուր անել։ Որտեղ է ծախսվել վերջին 7 տարիներին ավելացած 7.4 միլիարդ դոլար պետական պարտքը։ Մենք վտանգավոր շեմի վրա ենք, որտեվ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի Հայաստանի ԵԱՏՄ պետություն է, պետական պարտքը նա հարաբերությունը չպետք է գերազանցի 50%-ը, մեր մոտ արդեն 53-54% է, ըստ մեր ներքին օրենսդրության չպետք է գերազանցի 60%-ը եւ եթե 60%-ը գերազանցում է, ապա ֆինանսների նախարարությունը հատուկ քայլեր պիտի կատարի ծախսերի կրճատման համար։ Սա որոշակի խնդիր է, ճիշտ է, խնդիրը փորձել են մեղմել դրամական պարտքը մեծացնելով, որտեվ եթե նայենք 2018 թվականին մոտ 18-20%-ներ ընդամենը դրամական պարտքը ընդհանուրի մեջ, այս պահին 50%-ն է, 50-50։ Սա ինչի է բերել, որ պետական պարտքի սպասարկումը ավելի է թանկացել, դրա համար տեսնում ենք բյուջեի մեջ տոկոսը ավելի մեծ է պետական պարտքի սպասարկման, որտեղ դրամ ավելի թանկ է սպասարկելու, սակայն հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե պարտքի մեծացումն է, որպիսի ծախսերի արվի, այլ հենց ծախսերի արդյունավետության գնահատումը, որտեղ Հայաստանի Հանրապետությունում ծախսերը պետական բյուջեի պարզապես արելով են, այսինքն եթե գալեչկեն չեք մարկը դրեցին, որ արվել է ծախսը, որ հաշվետվության մեջ գրեցին, ուրեմն համարվում են արդյունավետ, սա իրականում թերի լուծում է։ Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինն ավելացել է արտաքին պարտքից։ Սա լավ է, թե վատ։ Մենք այսպես ասած հնարավոր փոխարժեքային ռիսկից ծերծ ենք մնում, որովհետև եթե մեր պետական պարտքի ենթադրենք ամբողջությամբ դոլարային լիներ եւ փոխարժեքը հանկարծակի թռնել 380-ից ենթադրենք 400-ին, որի իրականում այդպիսի պատմություն ունենք 2008 թվականի վերջին, 2014 թվականի վերջին, այդ մեր պետական պարտքի հարաբերությունը միանգամից հատելու էր 70% սահմանը, այս պարագայում հատելու է մոտավորապես 60% սահմանը, որը ավելի կառավարելի է։ Ասեմ, որ այս պահին փոխարժեքային ճգնաժամի ռիսկը ցածր է, որտեղ կենտրոնական բանկը կառավարում է իրադրությունը, սակայն սա պետք է հաշվի առնել։